Պարոն Կարապետյան, ապրիլի 1-ին, երբ Ռուսաստանում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ակնհայտորեն Վլադիմիր Պուտինը իր աջակցությունը հայտնեց ձեզ, թեև որևէ անուն չնշվեց, բայց վերլուծաբանների գնահատմամբ խոսքը հենց ձեր մասին էր։ Դուք ինչպես եք վերաբերվում Վլադիմիր Պուտինի այդ աջակցությանը։ Նայեք, Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Մեր մասին ասում են ու գրում են Վաշինգտոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Լոնդոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Փարիզում։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց, բայց դա չի նշանակում, որ մենք դիրքորոշում պետք է ունենանք դրա մասին։ Քանի որ Փաշինյանը այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն, հետագա լուրջ ծրագրերով, ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների, իսկ մենք հասկանում ենք, որ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ, իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի Հունգարիայում կատարածը, այսինքն մենք պետք է համբերատար նայենք այդ բոլոր քայլերին։ Դրա համար մեզ պետք է նոր ուժեղ առաջնորդություն, որպեսզի մենք կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին, եւ վստահ եղեք, շատ շուտով մենք դա ունենալու ենք։